Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի նախագիծը եւ ես իհարկե կմնա օրակարգային հարցի քննարկման սահմաններում եւ ուզում եմ մի հատ հետաքրքրվել ուժեղ Հայաստանի մեր գործընկերներից, հարգելի գործընկերներ, ինձ թվում էր, որ այս հարցի քննարկման ժամանակ դուք առնվազն պետք է մի կարևոր առաջարկությամբ հանդես գայիք, որի շուրջ մինչեւ հիմա հանդես չեք եկել։ Ձեր նախընտրանքական կարևորագույն պլատֆորմներից մեկը, որը հայտարարել էր ձեր, հիշեցնեմ, որ դուք դիրքավորվել եք որպես ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությամբ հանդես եկող քաղաքական ուժ, եւ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ մինչեւ այս պահը ոչ մեկը չի առաջարկել ձեր կողմից նախաձեռնվող սեքսի նախարարության ստեղծման մասին։ Ինչ կա չկա, պարոն Կարապետյան։ Լավ։ Ես կարծում ես ակնկալում եմ, որ դուք խմբակցության անունից ելույթի ժամանակ անպայման մենք 3 ժամյա ռեժիմ ունենք առաջարկների համար, որպես ազգային արժեքների պաշտպանությամբ հանդես եկող ուժ կներկայացնեք ձեր քաղաքական կարևորագույն ինտելեկտուալ նվաճմանը համարժեք սեքսի նախարարության ստեղծման առաջարկը եւ ի վերջո նաեւ ձեր ընտրողները պիտի տեսնեն, չէ՞ որ դուք հետևողական եք։ Հետևողականության հետ կապված մենք այստեղ խնդիրներ ենք տեսնում։ Եվ քանի որ ժամանակը քիչ է, հարգելի գործընկերներ, ես չեմ հասկանում, որն է ձեր կռիվը արտաքին գործերի եւ միջազգային առևտրի հետ։ Բա խաղաղություն ունեցող երկրների արտաքին գործերը միջազգային առևտուրն է։ Թե դուք բան եք անում, մտածում եք, որ պետքա մեր արտաքին գործերը միշտ լինեն մաքարման նախարարությունը, արտաքին գործերի եւ նահատակության նախարարություն։ Եվ ասենք մեր բաններ պիկնել նվաճումը դիվանագիտական, ասենք բան, Մոնտեվիդեոյում բացվեց հերթական խաչքարը նվիրված ցեղասպանության այսինչ տարելիցին։ Դիվանագիտական մեծագույն հաղթանակ։ Սենց է եղել 30 տարի, հիմա ունենք խաղաղություն, պիտի նաև դիվանագիտական աշխատանքը նաև առևտրին բերի։ Ժամանակս ավարտվեց, խնդրում եմ կարձագանքեք իմ ուրեմն խոսքին եւ ձեր առաջարկը կներկայացնեմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար